Հարսնակար հանգստի գոտուց մինչև Սևանա թերակղզի հատվածում նախատեսվում է կառուցել ճեմուղի։ Համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին համար 1325Ն որոշման հավելվածի մարտի 6-ին Սևան քաղաքի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Արխիտոն ՍՊ-ի Սևան ազգային պարկ հարսնակար Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային երկրորդ լսումը։ Հանրային քննարկմանը ներկայ էին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, Սևան ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի ոլորտի պատասխանատուներ, Սևանի եւ հարակից բնակավայրերի բնակիչներ, տնտեսվարողներ, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մասնագետներ։ Ծավալվեց ակտիվ քննարկում, նախագիծը, որ ներկայացվեց հանրությանը, նախատեսում է ճեմուղու կառուցում Հարսնակար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի ընկած հատվածում։ Եղան ծրագրին եւ դեմ, եւ կողմ արտահայտվողներ։ Հիմա այդ լավը զգալը բիսեդկեքով չի, բիսեդկա վիճակը պետքա հելնի։ Եթե թողում եք Եկածները ոչ մեկել իրանք ասելու են մեկ ինչ գնաց էին ներկայացնում էին, իրանք դուք համաձայնում էին, ազգային պարկը դրական որոշում ասել դուք տա, այդ եւ ազգային պարկներ որ վերևից ասել են ազգային պարկը ինչ անի, կան համար Ես որպես առաջ ազգային պարկի աշխատող մեզի շատ էին եղել, էլի հանգարց մեկը մի հատ շինարարություն էր անում նախարարով, փոխնախարարով նկարում էին ուղղակի ես ինչ եք թողում, ես ինչ եք անում, որ ասում ենք դե մարդա, մի ուզում բարեկարգի, ասում են մրջունների բուն ենք հանդեմ, ծիծեղնակների բուն ենք հանդեմ, ես են անեմ, այն են անեմ, պայմանագիրները ումը վերջացելա չեն ուզում ավելացնեն։ Մեկ է կամել են թվեր են տրել մարդկանց վրեն։ Տնտեսվարող կա տարեկան 18 միլիոն դրամ, էլ դոլարային որ ասեք, հաշվեք տեսնեք ինչ թվեր է, որտեղից է տուն ու տեղել ծախի, մի տարվա վճարը չի կարամ ուծի։ Տնտեսվարողները նշեցին, որ զարգացմանը կողմ են, միայն առաջարկում են, որ անհատական ձևակերպվի կառուցապատման նախագծերը եւ պայմանները, տրամադրվի իրենց, որպեսզի իրենք տեղում հասկանան, թե իրենց կողմից օգտագործվող տարածքի որ մասն է հատկացվելու ճեմուղուն, որպեսզի կարողանան ճիշտ կառավարել իրենց բիզնեսը։ Բացի ծրագիրը ներկայացնողներից ելույթ ունեցան նաև բնակիչներ, տնտեսվարողներ, ովքեր ներկայացրին իրենց դիրքորոշումը եւ առաջարկություններ այս ծրագրի հետ կապված։ Դա նպատակահարմար չի հիմա, կարող է հետագայում, ասենք, նորմալ ծրագիր լինի, բայց հիմա նպատակահարմար չի ոչ մեկին, համ բնապահպանության տեսանկյունից, համ քաղաքաշինության, համ տնտեսվարողների քննարկումներ շատ կա, կարող է եւ շատ լավ ծրագիր է, բայց հիմա դրա ժամանակը չի, ոչ նիշն շատ խնդիրներ կա, որը պետք է քննարկեն։ Բայց այնուհանդերձ կան նրբություններ, կան առաջարկներ, որոնք կանխատեսել կարող են միայն տեղում այդ ֆիզիկապես զգացողությունները կրած մարդիկ, որը եւ մենք փորձում ենք հավաքել այսպես տեսակ լսումների ընթացքում եւ կիրառել դրա հիման վրա լրամշակել։ Ես ասեմ, որ նախորդ հանրային լսումը դարձյալ է շատ բարձր կնշանակի, մտքերի փոխանակումը հնարավոր է կատարվում ինչ-որ մի փոքր ավելի տաքացած մթնոլորտում, բայց ընթացքում տրվում են կառուցողական առաջարկներ, որոնց հիման վրա օրինակ նախագիծը թեկուզ եւ ամբողջական մշակված, բայց լիազոր մարմնի քաղաքաշինության կոմիտեի կողմից լրամշակվեց առաջադրանքը տրվեց, որ նյութերը փոխվեն, դրանք դառնան բավական էկոլոգիական եւ երկրորդային օգտագործման համար հնարավոր դարձնեն դրանք։ Առավել ինտեգրվի բնական արհեստական միջավայրը, հնարավորինս պահպանվի կանաչ ծածկույթը անկախ այն բանից, որ կառավարման պլանով եւ միջոցառումների ցանկով այս ճանապարհ մաքրման աշխատանքներ են նախատեսված, որպեսզի միջավայրը լինի գրավիչ մարդու համար եւ սեզոնը մենք կարողանանք մի փոքր ընդայնել տարբեր միջոցառումներ կազմակերպելով այս ենթակառուցվածքի ներմուծմամբ։ Նաեւ առաջարկները նախորդից մինչեւ այս լսումը եղան այնպիսիք, որպեսզի այն ոչ հիմնական ժամանակավոր կառույցները, որոնք կարող են տեղակայվել
մինչև սահմանված նիշը, ունենան ավելի մեծ գրավչություն ճարտարապետական արժեք, որպեսզի աջակցություն լինի այդ կառույցների համար բազմակի օգտագործման նախագծեր մշակելու։ Եվ դա եւս մենք հաշվի առանք եւ մեկնարկել ձեռնարկում ենք եղել մեկնարկին այդ գործընթացի, որպեսզի առաջադրենք արդեն իսկ փորձաքննված նախագծեր, որոնցով կկարողանան իրականացնել եւ գրավչությունը ավելի բարձր դարձնել, ինչը կանդրադառնա նաեւ տնտեսական արդյունավետության վրա։ Առաջիկայում կքննարկվեն առաջարկությունները։ Հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները կարող են ներկայացվել նաև գրավոր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՕԱԿ, հասցեն քաղաք Երևան Բյուզանդի 1 կոտորակ 3։ Դրանք դարձյալ կքննարկվեն եւ կներկայացվեն հաջորդ հանրային լսումների ժամանակ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամահուր։